Մայիսը մեր հաղթանակների ամիսն է, պայքարի խորհրդանիշը։ Մեր զրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու Արցախի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանի հետ անցյալի հերոսության, ներկա կորուստների եւ ապագա հույսերի մասին է։ Շուշիի ազատագրման ռազմագործողությունը մի երանելի պահեր էր, ինչու, որովհետեւ բոլոր մասնակիցները ոգեշնչված էին, որ վերջապես կա հնարավորություն եւ կա թույլտվություն կամ գուցե հրաման կատարելու այդ երազանքը իրականացնելու Շուշին այդ ժամանակ, որ գտնվում էր Ադրբեջանի ենթակայության տակ, պատոհաս էր դարձել հարակից բնակավայրերի, առաջին հերթին Ստեփանակերտի, հետո նաև իմ հարազատ Շոշ գյուղի համար, իսկ Ստեփանակերտը դարձել էր նկուղային քաղաք, բոլորը նկուղներում էին, տեղակայված կին, երեխա, մեծեր, ջուր, հաց, սննդամթերք, բացարձակ որևէ տեղից ներկրելու հնարավորություն չկար։ Երկրորդ էշելոնի մասնակից եմ եղել եւ մայիսի 9-ին Շուշի ենք մտել արդեն իսկ տեսնելով, որ Շուշիում բնակիչներ վաղուց չկային եւ զորախմբեր այլևս չկան, ճողոպրել էին։ Նույն օրը ես գնացի եւ մոտակա Ակնախբյուր գյուղից բերեցի ընտանիքս, որ ծվարել էին այնտեղ։ Պատերազմի մասին հիշողությունները Յարամիշյանին միշտ ուղեկցում են։ Կռվի դաշտից վերադարձողը լրիվ ուրիշ մարդ է։ Շատ լավ հիշում եմ, թե ինչպես Շուշի մտնելուց առաջ մենք այնտեղ մի փոքրիկ ուլիկ տեսանք, ես արձակեցի ուլիկին խղճահարությունից, բայց այդ ուլիկը ոչ միտեղ չգնաց, այլ հետևում էր մեզ անընդհատ եւ նույնիսկ երեկոյան մեզ հետ վերադարձավ գյուղ եւ մենք իրեն այդպես երկար ժամանակ որպես սիմվոլ պահում էինք Շուշիի ազատագրման օրվանից։ Պատերազմը ու հենց ազատագրումը, այդ ապրումները, այդ էմոցիաները, որ դուք ունեցել եք, ինչ որ չափով գուցե ազդել են ձեր հոգեբանի մասնագիտությունը ընտրելու վրա։ Շուշիի ազատագրումից եւ մինչ այդ նաեւ կամավորական ջոկատում գրանցվելու ժամանակահատվածից այլևս հետ չվերադարձա իմ մանկավարժական գործունեությանը, ես դպրոցի տնօրենի տեղակալ էի։ Ստացվեց այնպես, որ հայտնվեցի մի զորամասում, որը նորակոչիկներ էր ընդունում, նրանցից կրտսեր հրամանատարներ էր պատրաստում եւ ծրում էր զորամասերով ու այդտեղ առնչվեցի այնպիսի խնդիրների, որոնք իմ կարծիքով բավական դժվար լուծվող էին հենց հոգեբանական առումով, բայց մանկավարժին ձիրքը եւ գիտելիքները ինձ օգնում էին որոշ իրավիճակներում գտնելու լուծումներ։ Տարիներ շարունակ այդ կռիվը շարունակվում էր։ Իրենք խաղաղ կյանքով էին ապրում, ընտանիք էին կազմում, բայց այդ կռիվը իրենց խոսքից, իրենց կյանքից երևում էր։ Դուք էլի որպես այդ ամեն ինչի միջով անցած մարդ հանդիպել եք նման մարդկանց կամ գուցե դուք ինչ որ ժամանակ ազատից պահանջվել, որ այդ կռիվը թողնեք պատերազմի դաշտում ու անցեք խաղաղ կյանքի։ Ամեն օր, ամեն իրավիճակում պատերազմի մասնակիցը միշտ կապված է լինելու իր վերապրած այդ դժվարին տպավորությունների հետ։ Մասնագիտական տերմինաբանությամբ դա կոչվում է հետվնասվածքային ստրեսային խանգարում։ Հարաբերական առաջին պատերազմից հետո, որը իր հետևանքներով նույնիսկ ավելի մեծ էր, քան կորուստների եւ այլ թվով, քան երկրորդ անհաջող պատերազմը, այն ժամանակ մարդիկ ավելի հեշտ էին տանում այդ հոգեվիճակները, քան երկրորդ։ Ամեն ինչ կախված է նաեւ հաղթանակ, պարտություն, նպատակին հասնելու կամ չհասնելու եւ այլ ընկալումների հետ։ Եթե դու ունես քո կողքին քեզ հասկացող ընտանիք, ընկերներ, հարազատներ եւ գաղափարակից մարդիկ, ապա այդ ամենը նպաստում է, որ դու կարողանաս հուսադրվել եւ իմաստավորել քո կյանքը։ Մի քիչ գանք դեպի ավելի դրական կողմը, դեպի իրենց եռատանի այդ նշանակությունը ձեզ համար։ Մի կողմից այո, դա լուսավոր հիշողություններ են այն երանելի տարիների մասին, որ մենք հիմա ընդունված է անվանել ցուրտ, մութ, սոված եւ այլ, բայց դա մեր կայացման տարիներն էին, բայց դա մեր հաջողությունների ուղին գիտակցաբար անցնելու տարիներ էին եւ այսօր ունենք իրավիճակ, երբ նսեմացված է, ցածրացված է եւ երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, ոմանք ասում են դա իզուր, մի պատերազմ էր, մերը չէր,
եւ Շուշիի ազատագրումը կրկին ոմանք ասում են պետք է այդպես վարվել, չգիտեմ ինչպես պետք է վարվեինք։ Ինչպես գնահատեք մեր բուհերում հիմա վերաբերմունքի ձևավորումը դեպի մայիսյան եռատոնը, ընդհանրապես պատերազմներում հայերի անցած ուղու նկատմամբ ինչ վերաբերմունք են ձևավորում մեր բուհերում։ Ես լավատես եմ, ես մտածում եմ, որ այն ինչ մենք ունենք 100-ամյակների, եթե ոչ 1000-ամյակների արդյունքում ձևավորված մեր էթնիկ ինքնությունը, մեր ինքնագիտակցությունը, մեր հայրենաճանաչությունը, այդ բոլորը մեկ անգամից, մեկ հարվածով կամ մեկ որոշմամբ փոփոխել այդքան էլ հեշտ մի բան չէ։ Ես սպասում եմ, որ կլինի օրը, կգա օրը, եւ մենք կրկին ուրախ կլինենք գոնե, եթե չասենք հաղթանակ, ապա հաջողություն ամանենք գոնե այն տեսլականը, որը ունի մեր ժողովուրդը ապագայի առումով։ Անկամ հաջողությանը պետք է պատրաստվես եւ պատրաստ լինես, որ չմսխես այդ ամենը, որ դու թեթևամիտ վերաբերմունք չունենաս այն արժեքներին, որ ունես քո տրամադրության տակ։ Անի Հովանեսյան, Վարդան Պողոսյան, Renews Armenia։